Միացյալ Նահանգները եւ Իրանը նոր փոխադարձ հարվածներից հետո նախնական համաձայնության են եկել հրադադարը երկարաձգելու վերաբերյալ այն դեռ պետք է հաստատի Դոնալդ Թրամփը գրում են արևմտյան ԶԼՄ-ները։ Խոսքը 60-օրյա ժամկետի մասին է, որի ընթացքում Թեհրանը եւ Վաշինգտոնը պետք է շարունակեն բանակցությունները, այդ թվում միջուկային գործարքի վերաբերյալ։ Աքսիոսի տվյալով կողմերն արդեն համաձայնության են եկել հուշագրի պայմանների մեծ մասի շուրջ։ Դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովմանը առանց մաքսատուրքերի կամ հետապնդումների։ Նաեւ Իրանը պարտավորվում է 30 օրում մաքրել նեղուցը ականներից։ Այդ թվում ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները պետք է թույլատնի հակաիրանական պատժամիջոցները։ Իրանական ԶԼՄ-ները հակադարձում են, հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված չէ, միջնորդի դերում հանդես եկող Պակիստանը եւս չի տեղեկացվել որևէ փաստաթղթի կամ համաձայնության մասին։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ դեռ չեն հասել համաձայնության, բայց մոտ են դրան։ Ջեյդի Վենսը հավելել է, շարունակում են աշխատանքները։ Նրա կարծիքով Թեհրանը ցանկանում է գործարք կնքել եւ բացել Հորմուզի նեղուցը, սակայն խնդիրներ կան հարստացված ուրանի հարցում։ Սպիտակ տան ղեկավարները նախազգուշացրել է, որ կարող են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բանակցությունների արդյունքում լավ գործարք չկնքվի։ Դոնալդ Թրամփի խոսքով իրանցի բանակցողները խելացի են եւ խորամանկ, սակայն բոլոր խաղաքարտերը Վաշինգտոնի ձեռքում են։ Մայիսի 29-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածելու ընթացքում ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալով այն ընկել է հարավարևելյան Գալատ քաղաքի բնակելի շենքերից մեկի տանիքին, հրդեհ է բռնկվել, 2 մարդ վիրավորվել է։ Շենքի բնակիչները տարհանվել են։ Նշվում է, որ ռուսական ԱԹՍ-ները հայտնաբերելուց հետո օդ են բարձրացվել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։ Ռումինիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի կողմից լուրջ եւ անպատասխանատու էսկալացիա է որակել տեղի ունեցածը։ Բուխարեստն արդեն կապ է հաստատել ԵՄ դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ներկայացրել միջադեպի մանրամասները եւ խնդրել արագացված ընթացակարգով ԱԹՍ-ների դեմ պայքարի սարքեր տրամադրել Ռումինիային։ Բացի այդ, երկիրն անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ կձեռնարկի։ ՆԱՏՕ-ից հայտնել են, որ կապի մեջ են Բուխարեստի հետ, դատապարտում են Ռուսաստանի գործողությունները եւ շարունակելու են ամրապնդել դաշինքի տարածքի պաշտպանությունը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել նվիրված մայիսի 24-ին Կիևի վրա Ռուսաստանի օդային հարձակմանը։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ տեղակալ Թեմի Բրյուսը խստորեն դատապարտել է Մոսկվայի գործողությունները։ Ռուսաստանի զանգվածային հարվածը, այդ թվում օրեշնիկի կիրառմամբ անհասկանալի, վտանգավոր եւ բարբարոսական էսկալացիա է, շեշտել է Բրյուսը։ Նրա խոսքով Վաշինգտոնը հորդորում է Ռուսաստանին ձեռնպահ մնալ այնպիսի հարվածներից, որոնք սպառնում են քաղաքացիական բնակչությանը եւ խաթարում խաղաղության հեռանկարը։ ԱՄՆ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է օտարերկրյա դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչին լքելու Կիևը, քանի որ ռուսական ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Դիվանագիտությունն ու բանակցությունները երկարատև խաղաղության միակ ճանապարհն են, սպառնալիքներն ու սադրիչ հռետորաբանությունն անընդունելի են, ասել է Բրյուսը։ Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, որ Ռուսաստանը թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։ Նա նաև հիշեցրել է ռուսական վերահսկողության տակ անցած Ստարոբելսկին ուկրաինական հարվածը, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել եւ վիրավորվել։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, ոչինչ չի կարող արդարացնել Լիբանանին Իսրայելի հարվածները։ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ երկխոսության եւ երկարաժամկետ կարգավորման լուծումներ փնտրել։ Նա շեշտել է, որ հրեական պետությունը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ Մակրոնն ընդգծել է, որ Հզբոլահն էլ պետք է ապառազմականացվի։ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել Փարիզում ընդունել Իսրայել-Լիբանան բանակցությունները։ Մայիսի 28-ին Իսրայելի զինված ուժերը վերջին 3 շաբաթում առաջին անգամ կրկին հարվածել էին Բեյրութին։ Իսրայելական ԶԼՄ-ների տվյալով թիրախում է եղել Հզբոլահի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Ցահլը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավային տարածքներին, հաղորդվում է զոհերի մասին։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանին հարվածները շարունակվելու եւ ուժգնանալու են։ Իսրայելի վարչապետի խոսքով պայքարը չի դադարի, մինչև Հզբոլահը չհանձնվի։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է, որ պատրաստվում են վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի այս պահին դեռ 70%-ի նկատմամբ եւ չեն թույլատնելու Համասի վրա ճնշումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։